հոգևոր աշխարհում, նույնպես մարդու հոգևոր աշխարհում տկարություն է սկսում առաջանալ, թուլանում է մարդը եւ անգամ այդ պահին տրվում է նաեւ շատ գայթակղությունների, որտեղ որ սատանան կարողանում է բռնել մարդուն։ Հիմա մենք ոնց անենք, որ մեր սիրտը ուրախանա։ Ինչ անենք, որպեսզի ուրախանանք։ Աստվածաշունչը մեզ սորացնում է մի բան, որ մարդու ներքնաշխարհում կա մի հատ հավատք, որ մարդը հավատում է, որ եթե իր անձը փառավորի, ինքը բարձրանա, իր մասին մարդիկ լավ խոսան, գովան իրան, եւ իր ցանկությունները կատարվի, եւ իր բոլոր զվարճանքները ի գործ դրվի, ինքը երջանիկ կլինի։ Այդպես չի ժողովուրդ ջան։ Օրինակ մարդիկ հավատում են, չէ՞, որ ցանկությունների մեջ կյանք կա։ Այս ցանկությունը կատարվի, այս զվարճանքի մեջ կարողանամ հայտնվեմ, այս մի բանին հասնեմ եւ այդպես Երևան, չէ՞։ Հիմա օրինակ ինչի համար է, որ մտնում ես այդպես այդ տարբեր վեբսայթեր կան, չէ՞, որ մարդիկ իրենց անձը ներկայացնում են։ Նայում ես ամեն մեկը մի բան, մի աննորմալ բան ուզում է արած լինի, որպեսզի մարդկանց ուշադրությունը իր վրա գրավի։ Մի աննորմալ բան ուզում է արած լինի։ Չգիտեմ, հետո ես մի լեռան ծայրին է կանգնում, իրան սելֆի անում, որտեղ ոչ մեկ չի կարծե կանգնել, ինքն է կանգնել, չէ՞։ Սելֆի անում, հետո իհարկե ընկնում մեռնում է, բայց կարևորը որ ինքը այդ բանը արեց, բոլորը տեսան։ Այսինքն մարդու ներսը փառավորվելու ցանկություն կա, մարդը պատրաստ է ամեն բան անելու, որպեսզի իր անձը փառավորի։ Ունեք ասում է, եթե ունեցածը ծախես եւ աղքատներին բաժանես եւ սեր չունենաս, դու ձայն տվող ծնծղայի պես ես։ Մարդը ինչի համար իր ունեցածը պիտի ծախի ու բաժանի աղքատներին։ Մարմինդ անգամ այրվելու տաս, ինչի համար մարդը դա պիտի անի, որպեսզի ընդգծվի։ Մեկին այդպես տարիներ առաջ ինչ-որ մի տաճար Եվրոպայում է եղել, կարծեմ էդի, այդ տաճարը որ վառել է, տաճարը այդ վառողը որ հիմա բռնել են այդ մարդուն, ասում են լավ, դու ինչի համար էիր վառում այդ տաճարը, պատճառը որն է։ Դե ասում է, ուզում էի որ իմ անունը պատմության մեջ գրվի։ Հիմա այս մարդը չգիտի ինչ ձևով ընդգծվի, որ իր անունը հրճակվի, պատմության մեջ գրվի, մարդիկ միշտ իր մասին խոսան։ Շնորհք չունի, որ շնորհքով մի բան անի, մի լավ բան չի կարող անի, ասել է մի վատ բան անեմ, գոնե անունս էլի չջնջվի այս աշխարհի վրայից, հիշեն մարդիկ ինձ։ Հիմա մարդու ներսը այդպիսի հավատք կա, եւ մարդը հավատում է, որ դրա մեջ կյանք կա եւ ուրախություն։ Եվ փորձում է իր կյանքը այդպես դասավորի, որպես իր սիրտը ուրախացնի։ Եվ բժիշկների տված խորհուրդն էլ կկատարվի, ինքը ուրախ կլինի, խնդիրներ չի ունենա, ստրեսներ չի ունենա։ Բայց ուրախ սիրտը Աստված է մարդուն տալիս, եւ դա պայմանավորված չի որևիցե նյութական աշխարհի հետ։ Բայց մինչև ուրախ սիրտը Աստված որ տա մարդուն, սկզբից Աստված մի ուրիշ դեղ է տալիս, որպեսի մաքրի, տեղ պատրաստի, եւ հետո այդ միջոցով, հաջորդ միջոցով այդ դեղը նոր սրսկի Աստված մարդու մեջ։ Եվ այդ դեղը, որը պատրաստում է, որպեսի ուրախության օծություն գա մարդու մեջ, այդ դեղը գրված է Առակաց 20-րդ գլխի 30 համարում։ Վերքի նշանները ու փորի շտեմարանները հասնող հարվածները չար մարդուն մաքրողական դեղ են։ Ասեք սա էլ է դեղ։ Վերքի նշանները, փորի շտեմարանները հասնող հարվածները, սա դեղ է։ Օրինակ, երբ որ մարդը գնում է, օրինակ, պրոբլեմ ունես, օրինակ, թևը թարախակալվել է, կներեք, այդպես ուռել է, վերջը, գնացիր բժշկի, հիմա բժիշկ ջան մի հատ դեղ տուր, որ խմեմ ես անցնի, չէ՞։ Իսկ հիմա բժիշկը ասում է պետք է սկզբից կտրեմ, որ մաքրեմ այդ ներսը, հետո դեղը կտամ հետևից։ Հիմա այդ կտրելու, մաքրելու process-ը ցավալի է, բայց դեղ է, բժշկում է դա։
Հիմա Աստված մարդու ներսը գիտի, որ մարդը ինչ հավատքով է ապրում, որ այս կյանքի մեջ է իր երջանկությունը փնտրում, իր ուրախությունը այս կյանքի մեջ է փնտրում։ Եվ սկզբից Աստված տալիս է այդ մակրողական դեղը, վերքի նշաններ եւ փորի շտեմարանները հասնող հարվածներ։ Օրինակ, տեսեք, մեր կյանքում լինում են, չէ՞, փորձություններ, խնդիրներ, դժվարություններ, շատ խնդիրներ, փորձություններ, դժվարություններ գալիս են մեր ցանկությունների կողմից։ Քո ցանկությունները քեզ պիտի խրատեն, այնց համար կա գրված։ Քո ցանկությունը խրատում է քեզ։ Եվ մենք շատ անգամ որ փորձության մեջ հայտնվում ենք, մեր ցանկության պատճառով ենք հայտնվում, որի մեջ որ դու կյանք ես տեսնում։ Եվ Աստված թույլ է տալիս, որպեսզի քո ցանկությունը քեզ խրատի, մաշեցնի, որ դու զզվաս այդ քո ցանկությունից, որի մեջ դու կյանք ես տեսնում, ու հիմա այդ քո ցանկությունը խնդրեմ է դարձել քո համար ու քեզ գցել է լուրջ խնդիրների մեջ։ Օրինակ հիմա ասենք մարդը հավատում է, որ, չգիտեմ, օրինակի համար խմիչքի միջոցով ինքը իրան լավ կզգա, խմի, մի քիչ ռիլաքս կլինի, կանջատվի, լավ կլինի իրան։ Օրինակ եմ ասում ես, սրա հետ զուգահեռ դու կարող ցանկացած ցանկություն մեջտեղ բերեք եւ դրա վրա պատկերացում կազմեք։ Հիմա մարդիկ ասում են, որ այդ խմիչքը շատ օգտագործելու դեպքում դու մեծ խնդիրներ կունենաս, լիարդդ կփչանա, այս կլինի, այն կլինի, սիրտդ կվատանա եւ այլն։ Բայց մարդը չի կարող դա հասկանա։ Երբ որ մարդը տրվեց օրինակ այդ ցանկությանը, սկսեց խմել եւ այլն, հիմա հայտնվել է մի հատ մեծ խնդրի մեջ։ Լիարդն է փչացել, չգիտեմ, էս է եղել, այն է եղել, չէ՞։ Խմիչքի պատճառով մեծ խնդրի մեջ է եղել։ Քո ցանկությունը քեզ խրատում է։ Մարդը մաշում է իր այդ ցանկության ձեռքը։ Տեսեք, Սաղմոս 39-ի 11 համարում է գրված։ Ասում է անօրենության համար հանդիմանություններով կխրատես մարդը, ցեցի պես կհալեցնես անոր ցանկալի բաները։ Ցեցի նման մաշեցնում ես նրա ցանկալի բաները։ Օրինակ մարդու մեջ ցանկությունը դա ցեցի նման մի բան է։ Սենց արտահայտություն կա, լսած կլինեք, որ մեկը ինչ-որ մի բանով բռնված է, ասենք մեկը նարկոման է, մեկը չգիտեմ, տարբեր զվարճանքների ցանկություններով բռնված է։ Այդ միտքը, այդ ցանկությունը իր մոտ որ առաջանում է, այդ մարդը էլ հանգիստ չի կարող իր տեղը գտնի։ Ժողովուրդն էլ ասում են, ցես լնգելա ջանը։ Չէ՞։ Ասում են ցես լնգելա ջանը, մինչև այդ ջանի չի հանգստանալ։ Ցես ընկելա ջանը։ Հիմա այդ ցանկությունը ցեցի նման մաշեցնում է, ուտում է մարդուն։ Բայց Աստված մարդուն շատ է սիրում։ Եվ չի ուզում, որ մարդուն կորցրած լինի։ Եվ դրա համար ճանապարհ է պատրաստում, որպեսզի մարդուն բերի այն իր ուզած ճանապարհի վրա, որտեղ էլ մարդուն էլի ուրախ սիրտ պիտի տա, մարդը պիտի ուրախանա, կյանք ունենա եւ հավիտենական կյանք պիտի ունենա։ Եվ դրա համար Աստված այդ ցեցի վրա, որը ուտում է քեզ, մի հատ ուրիշ ցեց է ուղարկում։ Եվ այդ ցեցը ուտում է այդ քեզ մաշեցնող ցեցին։ Լավ է թե վատ է։ Լավ է։ Հիմա ցեց է ուղարկում, այդ ցեցին ուտում է, որ այդ ցեցը քեզ չուտի։ Լավ է թե վատ է։ Դեսից հիմա հանգիստ ենք, լավ է, բայց հետո ինչքան է այդ ցեցը որ գալիս է ցեցին ուտելու, ինչքան խնդրեմ ենք ունենում, բողոքներ, երբեմն գալիս ենք եկեղեցում ասում ենք ժողովուրդ ջան, աղոթեք, որ այդ ցեցը հեռանա, իմ ցեցին ուտում է, չէ՞։ Աստված ուղարկել է որ ուտի, դու աղոթում ես որ դա հեռանա։ Ասում է անօրենության համար հանդիմանություններով կխրատես, մարդը ցեցի պես կհալեցնես անոր ցանկալի բաները։ Աստված մարդուն ներսը ուզում է մաշեցնի։ Եվ երբ որ մարդը ընկնում է այդպիսի խնդիրների մեջ եւ այդ
խնդիրները, դժվարությունները, հանդիմանությունները սկսում է մարդու ներսը մաքրել։ Մաքրող դեղ է դա։ Մաքրում է, մինչև այդ հավատքը չհեռանա քեզանից, այսինքն դու չմերժես այդ հավատքը, որ կյանքը քո փառքի եւ ցանկությունների զվարճանքների մեջ է, մինչև դա չհեռանա քեզանից, հաջորդ բժշկարար դեղը, որը ուրախ սիրտ է տալիս մարդուն, այդ դեղը չի ներարկվում մարդու մեջ։ Սկզբից Աստված ուզում է այդ իմաշի։ Ես հիշում եմ տարիներ առաջ Հայաստանում էի, մի հատ այդպես մեծ խնդրեմ առաջացավ իմ կյանքի մեջ, թեկուզ ես չէի այդ խնդրեմի պատճառը, բայց այնպեսի մեկն էր, որ ինձ հարազատ մարդ էր, իր պատճառով ես հայտնվա այդ խնդրեմի մեջ։ Հիմա ես մտածում եմ, ասում եմ, Տեր Աստված, ես խեմ հայտնվել այս խնդրեմի մեջ։ Ինչի համար է այս բանը ինձ պատահում։ Ասենք ես դրա մեջ բաժին չունեմ, որ դրա պատճառով ես այսօր խնդիրների մեջ եմ։ Բայց ինչի ես իմ կյանքում էդի թույլ տվել եւ իմ համար շատ մի տեսակ նեղված էի, ասում, չէի հասկանում ինչն է պատճառը։ Եվ մի հատ ոսկերի շեղբայր ունեինք, գնացի իրանց տուն տենց այցելության, ինքը տունն էր աշխատում, իրանց պատշգամբում տենց բաներ ուներ դրած, տեղ աշխատում էր, ոսկի էր, արծաթ էր ձուլում եւ այլն, բանը զարդեր էր սարքում։ Գնացի իրանց տուն, ասեց Արոն ջան, ասեց մի քիչ զբաղված եմ, արի իրար հետ այդանք պատշգամբ, այնտեղ համ ես կաշխատեմ, համ էլ կխոսանք իրար հետ, կնստենք, ասի, հա, գնացի։ Գնացինք տենց այդ սարքը, որը հալեցնում է, այդ սարքը ինքը բան արեց, արծաթը մի գունդ արծաթ դրեց մեջը, ինձ էլ ասեց այդ փուսկը, ոտով որ սխվում էին, ասեց այդ փուսկը դու սխմի, թող բանը լինի, հալի, ես էլ բան կանեմ, էլի կողքից ուրիշ գործեր ուներ։ Հիմա ես այդ փուսկը սխվում եմ, այդ արծաթը սկսավ հալվել։ Արծաթը սկսավ հալվել, ջրի նման արդեն դարձել, ասում Արսեն ջան, ասում եմ, արդեն ջուր է դարձել, պետք է որ էլի հալեցնել էսի, կրակը ավելացնել, ասեցա էլի ավելացրա, նորից շարունակի այդ փուսկը տալ, որ այնքան պետք է ջրի կանա այդ արծաթը, որ մեջի շլագը կեղտ կա մեջը, որ այդ շլագը հելի վրան, որ էդի մաքրենք, մաքուր արծաթը մնա տակը։ Ուտե հետարքիր Սուրբ Հոգի խոսաց իմ հետ, ասեց այս կրակը, որ թողել եմ քո կյանքի մեջ, քո մեջի շլագը մաքրելու համար է։ Քո մեջ շլագ կա, որը դու չես տենում, կեղտ կա, որ այդ կեղտը կարող է քո աչքին չի երևում, բայց իմ աչքին երևում է։ Ես ուզում եմ էդի քո մեջից մաքրեմ։ Նպատակը քեզ պատժելը չի, նպատակը քեզ կորցնելը չի, նպատակը, որ ես բարկացած եմ քո վրա դրա համար չի, նպատակը քեզ մաքրելն է։ Ժողովուրդ ջան, Աստված մեր կյանքում որ թույլ է տալիս շատ խնդիրներ, դժվարություններ, երբ մարդիկ այն հոգեբանությամբ են Աստծո առաջ կանգնած, որ Աստված մի հատ դատավոր է, այդպես ջղայն եւ հզոր, որ ասենց ուշադիր հետևում է մարդուն, որ հանկարծ մարդը մի հատ սխալ թույլ տա, գավազանով գլխին տա։ Մարդու հոգեբանության մեջ դա է, Աստված մարդը մտածում է, հանկարծ մի հատ սխալ թույլ տվեցի, Աստված ինձ հիմա պատժելու է։ Բայց Աստծո հոգեբանությունը դա չի, որ պատժի, դե մենք պատժված էինք մինչև հավատքի գալը։ Կորած մարդիկ էինք, չէ՞։ Դժոխքի ենթակա։ Հիմա Աստված մեզ կանչել է, որպեսի օրինական ձևով դժոխք ուղարկի, թե կանչել է, որ մեզ դժոխքից փրկի։ Աստված կանչել է, որ մեզ դժոխքից փրկի, մեզ կանչել է, որ կյանք տա եւ ել ավելին տա, որ մեր մեջ կյանք առաջանա։ Եվ սկզբից մարդուն թույլ է տալիս այս խնդիրների մեջ անցնելու, եւ մարդը, երբ որ իր ցանկությունների կողմից սկսում է խրատվել, պատժվել, այն ինչը որ ինքը շատ էր սիրում, արդեն սկսում է դրանից ատելություն առաջանում, զզվանք առաջանում։ Մարդը տենում է, որ այդ բոլոր բաները իրան կյանք չեն տալիս։ Սողոմոն իմաստունը, չգիտեմ, մեր մեջ այդպեսի մեկը կարա լինի, որ Սողոմոնի կարգի կարողանա այս կյանքի բոլոր բարիքներից եւ հաճույքներից օգտվել։
Կարծում եմ, որ չկա դեռ մեր մեջ այդպեսի մեկը։ Եվ Սողոմոնը այդ ամեն ինչը ճաշակելուց հետո ասում է, որ այս ամենը ունայնությունը եւ հոգու տառապանք։ Հիմա Ժորժ ջան, իհարկե մենք սա գիտակցում ենք, խոսքերը լսելով հասկանում ենք, բայց անկեղծ ասած ես իմ անձնական կյանքի փորձից եմ ասում, որ մենք շատ բան լսում ենք, գաղափարով հասկանում ենք, բայց իրականում չենք հասկանում։ Մեկի հետ այդտեղ զրուցում էինք, ասես, բայց Սողոմոնը չէ, որ ինքը ամեն ինչ ճաշակեց, նոր ասեց ունայնության։ Հիմա մենք ո՞նց կարանք ասենք ունայնության, եթե չենք էդի ճաշակել։ Ասեն, եթե դու 2-3 անգամ կյանք ունենաս, մեռնես, նորից ծնվես, նորից ապրես մի 100 տարի, նորից մեռնես, նորից ծնվես եւ այլն, 3 անգամ էլ ապրես, ու մեռնես, դու չես կարա ճաշակես, ինչ ճաշակեց։ Փաստորեն դու ընդհանրապես չես էլ կարա հասկանաս, թե ինչ է ունայնությունը։ Բայց Աստված, երբ որ մարդուն այս ճանապարհով տանում է, նպատակը դա է, որ մարդու հոգու աշխարհում հասկացնի մի բան, որ այս աշխարհում կյանք գոյություն չունի։ Երջանկության մեջ, հաճույքների մեջ երջանկություն եւ կյանք գոյություն չունի։ Ցանկությունների մեջ կյանք գոյություն չունի։ Եվ դրա համար Աստված ճանապարհ է տանում։ Եվ սա Աստծո բարի ձեռքն է, որը մեզ առաջնորդում է հասնելու այն հույսին, որը մենք ընդունել ենք մեր մեջ, որպեսզի մեզ հասցնի այդ հույսի վախճանին։ Երեմիա մարգարեության մեջ այսպեսի մի համարք է գրված, Երեմիա 29:11-ից մինչև 13-ը։ Քանզի ես ձեր վրայով խորած խորհուրդներս գիտեմ, գսետերը, անոնք ձեր հուսացած վախճանը ձեզի տալու համար խաղաղության խորհուրդներ են եւ ոչ թե չարիքի։ Ու դուք ինձի պիտի կանչեք եւ պիտի երթաք, ու ինձի աղոտ պիտի ինեք եւ ձեզի պիտի լսեմ։ Ուզիս պիտի փնտրեք եւ պիտի գտնեք, վասնզի ձեր բոլոր սրտով պիտի խնդրեք զիս։ Ասում եմ, ձեր վրա խորած խորհուրդներս գիտեմ, դրանք խաղաղության խորհուրդներ են եւ ոչ թե չարիքի։ Դրանք տանում են ձեզի խաղաղության, որ Աստծո հետ ունենաք խաղաղություն։ Ժորժ ջան, երբ որ մարդու հոգու աշխարհը արդեն հասկացել է, որ այս կյանքում ոչ մի երջանկություն ու կյանք գոյություն չունի, մարդու հավատքը փոխվում է, ընդունում է Աստծո առաջարկած կյանքը, որ դու ես կյանքը Հիսուս, եւ քեզանից դուրս ամեն բան դատարկ է։ Արդեն հավատքը մարդու տեղափոխվել է Տիրոջուրա, եւ մարդը հույսով սպասում է այդ վախճանին, եւ այդ մեր հուսացած բանին Աստված հասցնելու համար այդ ճանապարհով մեզ տանում է։ Եվ այդ ճանապարհի մեջ սկսում է այդ լուրջ կարևոր աշխատանքը կատարվել մարդու հոգու աշխարհում։ Եվ մարդը սկսում է զզվանք ապրելով ատելություն է առաջանում անօրինության նկատմամբ։ Թեև իր հավատքի աճի հետ կապված մենք երբեմն որ հավատքի մեջ կարանք մանուկ լինենք, չէ՞, մեր հավատքը շատ քիչ լինի, օրորի հավատքը աճելու ենթակա է։ Հիմա այդ արանքում մարդը հնարավոր է անգամ տկարանա, սայթակումներ ունենա, ընկնի։ Չէ, հնարավոր է, թե հնարավոր չի։ Հիմա այս պահին, երբ որ սատանան տեսնում է դու տկարացար, դու ընկար, սայթակեցիր, մոտենում է ասում է, բա դու ինչ հավատացյալ։ Այսքան տարի է նորից դու սայթակեցիր, նորից տկարացար, նորից ընկար, դու արդեն դատապարտված վիճակ ունես, անիմաստ է քո բոլոր այս ջանքերը ինչ որ անում ես։ Էլ դու ուր ես գնում, քո ինչ ճանապարհ ես դու գնում, դու արդեն Աստծո առջև դատապարտված վիճակ ունես։ Բայց Աստվածաշունչը մեզ ասում է, որ այդպես չի, եթե իմ ընտրությունս կատարվել է, իմ հավատքը փոխվել է, որ կյանք Հիսուսն է, ու ես ընտրել եմ Տիրոջը, ես հետադարձ ճանապարհ չունեմ, իմ ընտրությունը հաստատ է,
Եվ այստեղ է, որ մարդը կարող է ասել, որ ով իմ թշնամիս, վրաս մի խնդար, թեև ընկնեմ, պիտի ելնեմ, թեև խավարի մեջ նստեմ, Տերը ինձի լույս պիտի լա, իմ զորությունս Տիրոջ մեն է։ Եթե ընկնեմ անգամ, ես պիտի ելնեմ, որովհետև իմ ընտրությունը Տերն է, ես իրան եմ ընտրել, ես հետադարձ ճանապարհ չունեմ։ Եվ դու սատանա իմ ու Աստծո մեջտեղ անելիք չունես։ Եթե ես սխալվել եմ, տկարացել եմ, ես իմ Աստծո առաջ եմ սխալվել ու տկարացել։ Իմ խնդիրները ես իմ հոր հետ կլուծեմ, դու ստե ինչ ունես անելու։ Դու ընդհանրապես բան չունես տա անելու։ Ես իմ հոր հետ իմ հարցերս կլուծեմ։ Որովհետև ես իրան եմ ընտրել, ինքն էլ ինձ մաքրում է, Հակոբին ասեց, մինչև իմ ուզածը քո հետ չանեմ, քեզ չեմ թողնելու։ Մինչև իմ ուզածը քո հետ չանեմ։ Հիմա Աստված բռնել է մեզ, որովհետև մենք ընտրեցինք Տիրոջը, ընկանք նրա ետևից հասնելու Աստծո վերի կոչումի մրցանակին, մեր նպատակը փոխվել է, մենք վազում ենք այդ ուղղությամբ, եւ Պողոս Առաքյալն ասում է, քանի որ ես վազում եմ այդ նպատակին, ես բռնվեցի Հիսուս Քրիստոսով։ Հիսուսը բռնել է ինձ, ես իրանով եմ բռնվել։ Եվ քանի որ ես արդեն իմ ընթացքը փոխել եմ, իմ նպատակը Աստծո վերի կոչումի մրցանակին հասնելն է, Աստված ինձ որ բռնել է, նա երբեք չի թողնելու։ Եթե ես չթողեմ իրան, եթե ես չհեռանամ իրանից, ինքը երբեք ինձ չի թողնի։ Կտանի շատ ճանապարհներով, անապատով կանցկացնի, նեղություններով, դժվարություններով, բայց կբերի մի կետի, որտեղ որ մեր հոգու աշխարհից կմաքրվի արդեն այդ հավատքը եւ մենք սկսենք սիրել Աստծո արդարությունը եւ մերժել անօրենության խորհուրդը։ Եվ այստեղ է որ երբ որ այս հողը պատրաստվում է, այստեղ Աստված տալիս է արդեն երկրորդ դեղը, որը մարդու սրտի մեջ ուրախություն է առաջացնում եւ այդ ուրախությունը բժշկում է մարդուն։ Եբրայեցիս թղթում այսպեսի համար կա գրված։ Եբրայեցիս առաջի գլուխ 9 համարը։ Արդարությունը սիրեցիր ու անօրենությունը ատեցիր, անոր համար ով Աստված, քո Աստվածդ ուրախության յուղով օծեց քեզ քո ընկերներից ավելի։ Արդարությունը սիրեցիր եւ անօրենությունը ատեցիր, անոր համար Աստված ուրախության յուղով օծեց քեզ։ Տեսեք, այս ուրախությունը արդեն պայմանավորված չի նյութական աշխարհի որևիցե մի բանի հետ։ Սա օծությունն է, որ երկնքից գալիս է մարդու մեջ։ Յուղը օծության գալիս է մարդու մեջ եւ օծում է մարդու սիրտը։ Եվ մարդը պաշտպանվում է ամեն սատանայի նետերից։ Եվ այդ ուրախությունը, որ արդեն մեր կյանքի Հիսուսի մեջ է եւ մեր անունները գրված է կյանքի գրքի մեջ, մեր սիրտը դրանով ուրախանում է եւ սատանան ինչ էլ որ բերում է քո վրա։ Դժվարություններ է գալիս։ Չէ՞, մարդիկ շատ անգամ ասում են թեթև տար, չէ՞, բայց էլի չեն կարող թեթև տանեն։ Բայց որ օծված է սիրտը ուրախության օծությունով, գալիս է մի հատ, շարժում է քեզ, բայց ծանր չես տանում, դու անցնում ես առաջ, որովհետև գիտես, որ դրա վերջ կա։ Էդի որ եկել է գործը անելու, իր գործը կանի կգնա։ Բայց դու պիտի շարունակես քո ընթացքը։ Ուրախության օծությունով օծեց քեզ քո ընկերներից ավելի։ Այսինքն այդ ուրախությունը մարդու սրտի մեջ արդեն բժշկություն է տալիս։ Մեկը պատմում էր մեր քույրիկներից մեկը, որ մի շենքում ապրում էր, ասում է, իրանց հարևանը շատ մեծահարուստ վարդիկ էին։ Իրանք էր շատ աղքատ, ամուսինը հիվանդ, անկողնային, իրանք ունեին մի քանի երեխաներ եւ օրվա հացի փող չէին կարում աշխատեին, հազիվ ոնց որ ծայրը ծայրին, էլի այդպես։ Այդ հարուստ հարևանը մեկ-մեկ ասում է օգնում էր, դες մեկ-մեկը տենց տենում էր մեր ծանր վիճակը։ Մի օր ասեց, հետարքիր ասեց, ես տենում եմ, թե դուք ինչ ծանր վիճակով եք ապրում։
ամուսինը տան կողնային, դուք սենց երեխաներով չես հասցնում ոչ մի ոնց որ իրանց կարիքները հոգալու, բայց երբ որ տենում եմ քեզ, երբ որ խոսում եմ քո հետ, քո մեջ ուրախություն կա մի տեսակ։ Ինչն է պատճառը, որ դու այս վիճակի մեջ ուրախ ես։ Հիմա կամ մարդը խանգարված է, ուղեղի խնդրեմ ունի, չի հասկանում ինչա կատարվում, կամ էլ մի ուրիշ բան կա։ Ես քույրիկն ասում եմ, իմ մեջի ուրախությունը դա երկնքից է եկել։ Եվ ես հուսացած եմ իմ Աստծուն, որ ինչքան էլ որ ծանր վիճակի մեջ լինեմ, ինքը տեսնում է ինձ։ Եվ իմ կարիքների համար ինքը հոգ է անում։ Իր ներսի ուրախությունը արդեն փոխված է, օծությունն է եկել իր մեջ եւ կյանք է տվել մարդուն։ Եվ այս կյանքը, որ ունենք, այդ դեպքում մեռնելն էլ վախենալու չի։ Մեռնելը վախենալու չի դառնում էլ մարդու համար, որովհետև դու գիտես, որ տեղափոխվում ես մի վայրից մի ուրիշ վայր։ Վատ տեղից լավ տեղ ես գնում։ Կներեք, կարող է համեմատությունը մի քիչ կոպիտ լինի, օրինակ, եթե օրինակ մեզանից շատերը Հայաստանում շատ դժվար վիճակներում էինք ապրում, հետո Ամերիկայի վիզա եղավ։ Ուրախացար թե տխրեցիր, ուրախացար, ասիր, եթալեմ լավ կլինի, չէ՞, այնտեղ աշխատես, քո բոլոր կարիքները կհոգաս եւ այլն, ուրախացար, չէ՞, որովհետեւ վատ տեղից քո տեսանկյունով տեղափոխվում էր ավելի լավ տեղ։ Հիմա ժողովուրդ ջան, եթե մեր հավատքը փոխվել է, որ կյանքը Հիսուսի մեջ է, անգամ մահը մարդուն չի վախացնում, այլ մնացած բոլոր խնդիրները։ Ամենամեծ խնդրեմը մարդուն, ամենամեծ վախացնող բանը ի՞նչն է։ Մահն է, չէ՞, մարդը պատրաստ է ամեն ինչ տալու իր կյանքը մի վայրկյան երկարացնելու համար։ Էլ մնացած խնդիրները վախենալու չեն դառնում, այսինքն այդ օծությունը, ուրախ սիրտը բժշկել է մեր ներսը եւ մենք գտել ենք սրտի ուրախություն եւ բժշկություն։ Տեր օրհնի եղբայրներ քույրեր։ Ուզում ենք այդ դեղը ներարկվի մեր մեջ։ Ուրեմն այն ինչի մասին որ խոսացինք, այդ process-ը մենք կարիք ունենք անցնելու։ Տեր օրհնի բոլորին։